Ես միշտ զարմացել եմ այն իմիջիայլոց էդ էլ է իշխանության այլասերումներից մեկը, հա, երբ իշխանության եղածներին դուր է գալի քծնանքը։ Ես օրինակ չեմ կարում, գիտեք, կարող է չափի մեջ կոմպլիմենտը երբ գովում են ցանկացած մարդու դուր գա, բայց ինձ թվում է գովասանքն ու քծնանքը շատ արագ տարբերվում է։ Օրինակ ինձ համար քծնանքը զզվելի է։ Ես չեմ մոտ թողի են մարդուն, ում տենամ քծնում է ինձ։ Ու միշտ զարմացել եմ, հա, ինչի էր Շիկոյի էֆեկտը, որովհետև ես գրել էի, որ անգամ միջնադարում, ինչ միջնադար, հիշեք լիրարքայի, հա, ծաղրացում, պահել են ծաղրացումներ, որոնք իրավունք են ունեցել երեսին ասել ճիշտը, ծաղրել։ Այդ իրավունքը նրանք, այսինքն այդ մարդիկ գոնե հասկացել են, որպեսզի իրանք չկտրվեն իրականությունից, պետք են մարդիկ, ովքեր իրականությունից են խոսում։ Մենք չենք ունեցել տենց ղեկավար, եւ բնականաբար այսօրվանի մասին ընդհանրապես խոսք չկա, որոնք ուզեցել են լսեն այդ ճշմարտությունը։ Փախչելու տեղ չկա։ Բաժանորդագրվիր եւ իմացիր ավելին։